Ադրբեջանական դիզվառելիքը հատել է Հայաստան-Վրաստան սահմանը։ Մոտ 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման բենզինը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով սա ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև առհասարակ անկախությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։ Վեհափառ հայրապետ Գարեգին II կաթողիկոսի որոշմամբ հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը եւ Մերձբալթյան երկրների առաջնորդ Վազգեն Սրբազանը։ Այս մասին լրագրողներին ասել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Էջմիածնի մայրտաճարի մուտքի մոտ սրտամկանի սուր ինֆարկտ ստացած Տեր Վրդանեսն իրեն լավ է զգում, կյանքին վտանգ չի սպառնում։ 2 ստենտ են տեղադրել, եւս 3-ը նախատեսվում է տեղադրել 72 ժամը լրանալուց հետո։ Վերակենդանացման բաժնից շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ։ Նյուզեեմի մեր գործընկերներին հայտնել են բժշկական կենտրոնի ղեկավարն ու երեցկինը։ Առաջին բանը, որ տեսավ ինձ, ասեց վեհափառս ոնց է, ասեցի փաստորեն դու էլի այս վիճակում մտածում ես առաջինը եկեղեցի հայրենիք, երրորդ տեղում ես, այդպես ծիծաղեց, իրականում այսպես ասեմ, իր նման մարդիկ եզակի են, չգիտեմ երկրորդը կա Հայաստանում թե ոչ, ինչպես որ ինքը սիրում է սրտանց եկեղեցին հայրենիքը, ընտանիքն էլ են նույն, կարող եմ ասել նույն կարգավիճակում, բայց այս պահին ինքը հայրենիքի կողքին է պետք ու ես վստահ եմ, որ այն առաքելությունային նպատակը ինչի հետևից ինքը գնում է, պիտի հասնի, որովհետև Աստծով ենք առաջ շարժում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով դադարեցնում են Գրին քարտի խաղարկության ծրագիրը։ Թրամփի որոշման մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ Աղմկահարույց որոշման պատճառը Բրաունի համալսարանում տեղի ունեցած ողբերգությունն է։ Գրին քարտով ԱՄՆ-ում հաստատված պորտուգալացի հերաձիգը սպանել էր 1 տասնյակ մարդու, 60 հոգու վիրավորել։ Այս ողբերգությունը Թրամփի համբերության բաժակը լցրել է, նշում են վերլուծաբանները, հիշեցնում, որ Թրամփը միշտ է դժգոհ եղել ԱՄՆ ներգաղթի քաղաքականությունից եւ վիզաների խաղարկության ծրագրերից։ Երբ նոյեմբերին Աֆղանստանի մի քաղաքացի նույնականացվեց որպես ազգային գվարդիայի անդամների վրա մահացու հարձակման հեղինակ, Թրամփի վարչակազմը խիստ սահմանափակումներ մտցրեց Աֆղանստանից եւ այլ երկրներից ներգաղթի նկատմամբ։ 2025 թվականին Գրին քարտի վիճակախաղի համար դիմել է մոտ 20 միլիոն մարդ, ընտրվել է ավելի քան 131 հազարը։ Ըստ ծրագրի ամեն տարի վիճակախաղով տրամադրվում է մինչև 50,000 գրին քարտ այն երկրների քաղաքացիներին, որոնք քիչ են ներկայացված ԱՄՆ-ում։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պահանջով անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին ազատելու համար։ Ինստիտուտը կոչ է անում պատանդներին վերադարձնել մինչև հունվարի 6-ը հայ առաքելական եկեղեցու Սուրբ Ծննդյան տոնը։ Նամակում Թրամփին հիշեցնում են իր նախընտրական խոստումը պաշտպանել հայ քրիստոնյաներին։ Կազմակերպությունը նշում է, որ հայերի ազատումը կլինի Թրամփի մարդասիրական հաղթանակը եւ կուժեղացնի ԱՄՆ ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իսրայելի նկատմամբ։ Ըստ Լեմկինի ինստիտուտի, հայ գերիների ազատ արձակումը միակ քայլն է տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատելու համար։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ահազանգել է հեռախոսային խարդախության նոր ձևի մասին։ Ըստ նրա խարդախները կապ են հաստատում WhatsApp կամ Viber հավելվածների միջոցով, ներկայանում ԱԱԾ կամ այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ կամ կենտրոնական բանկի ներկայացուցիչ եւ հայտնում, թե իբր փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում բանկային հաշիվները պետք է սառեցվեն եւ գումարը փրկելու համար հորդորում են քաղաքացիներին անհապաղ կանխիկացնել միջոցները, վերածել կրիպտոարժույթի ու փոխանցել կոնկրետ էլեկտրոնային դրամապանակ։ Ձեր գումարների անվտանգությունը ապահովելու տեսանկյունից, երբ որ ձեզ ինչ-որ բան են ասում, դուք մի քանի անգամ ստուգեք տեղեկատվությունը, տեղեկանաք իսկապես այդ մարդիկ այդպիսի բան ասել են թե ոչ, հետո նոր միայն ձեր գումարները այս կողմից այն կողմ տեղաշարժեք։ Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյան մեղադրվում է ԵՄ միջոցներով կեղծ դրամաշնորհներ բաշխելու համար։ Ըստ նախարարության նա 2.5 միլիոն դոլար է յուրացրել։ Նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 2009 թվականից 2014 թվականներին Եվրամիության հետ աշխատանքները համակարգող վարչության ղեկավար ԱԳ-ն յուրացրել է ԵՄ ծրագրերից ստացված դրամաշնորհները։ Հարուցվել է քրեական գործ, նրա դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի Օրիոլ, Տոլյատի եւ Դոնի Ռոստով քաղաքներին։ Հարվածների հետևանքով որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ուկրաինական 94 անօդաչու սարք են ոչնչացրել, որոնցից 36-ը միայն Ռոստովի մարզում։ Եվրամիության առաջնորդները 16 ժամ քննարկումներից հետո այդպես էլ չեն կարողացել համաձայնության գալ Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային ֆինանսավորելու հարցի շուրջ։ Փոխարենը Եվրամիությունը որոշել է Կիևին 90 միլիարդ եվրո վարկ տալ 2026-27 թվականների համար։ Եվրոառաջնորդները դեռ չգիտեն, թե որտեղից են վերցնելու այդ գումարը, ենթադրվում է, որ դա կլինի կապիտալի շուկաներից ներգրավված փոխառությունների հաշվին։ Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան չեն միացել Ուկրաինային ֆինանսավորելու որոշմանը եւ ազատվել են ֆինանսական պարտավորությունից։ Եվրամիությունն ավելի շատ ակտիվներ ունի Ռուսաստանում, քան ռուսական սառեցված միջոցների ծավալն է, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Եթե Ռուսաստանը հայելային պատասխան տա, Եվրոպան մեծ վնասներ կունենա եւ կպարտվի, նշել է նա։ Ահա թե ինչու է բրյուսելյան խմբավորումը մտափոխվել ռուսական փողերն օտարելու հարցում, շեշտել է Հունգարիայի վարչապետը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ժամանակն է Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով իրենք շահագրգռված են գտնել այս քննարկումներին մասնակցելու հնարավորություն։ Միջնորդավորված բանակցությունները ոչ արդյունավետ են, նշել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը միջնորդ ասելով հավանաբար նկատի ունի ամերիկյան կողմին։ Եվրամիության մայրաքաղաքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները ստիպել են եվրոպական առաջնորդներին գնալ զիջումների։ Հազարավոր ֆերմերների բուռն բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, տվել են առաջին քաղաքական արդյունքը։ 10,000 ֆերմեր Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից եւ Իտալիայից մոտ 1000 տրակտորներով կատվածահար են արել Բրյուսելի երթևեկությունը։ Իրավիճակը կտրուկ սրվել է Եվրախորհրդարանի շենքի մոտ, որտեղ ցուցարարները հրդեհել են անվադողեր եւ ծղոտի դեզեր։ Ոստիկանությունը ստիպված է եղել փողոց անել ջրցան մեքենաներ, արդյունքաբեր գազ բաց թողնել։ Ֆերմերների գլխավոր պահանջը կատարվել է, Եվրամիությունը պաշտոնապես հայտարարել է Հարավային Ամերիկայի երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հետաձգման մասին։ Ֆերմերները պնդում են, որ Բրազիլիայից եւ Արգենտինայից էժան ու ցածրորակ մսի ներկրումը կկործանի եվրոպական գյուղատնտեսությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հստակ հասկացրել են, որ առանց տեղական արտադրողի շահերը հաշվի առնելու գործարքը չի ստորագրվի։ Բացի առևտրային գործարքից լարվածության պատճառ է դարձել նաև Եվրամիության 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը։ Ֆերմերները զայրացել են նախատեսվող 90 միլիարդ եվրոյի սուբսիդիաների կրճատման եւ կանաչ գործարքի խիստ սահմանափակումների պատճառով, որոնք թանկացնում են արտադրությունը։ Թեև այս պահին Բրյուսելում իրավիճակը հանդարտվել է, ֆերմերային միությունները զգուշացրել են, որ սև սուրբ ծնունդ կկազմակերպեն եւ կփակեն խոշոր մայրուղիները տոների նախաշեմին, եթե Եվրամիությունը չվերանայի բյուջետային քաղաքականությունը։ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի տարածաշրջանային օդանավակայանում Քեսնա 550 մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Վթարի հետևանքով կա 7 զոհ, որոնց թվում են եղել NASCAR ավտոմրցարշավի նախկին վարորդ Գրեգ Բիֆլը եւ իր ընտանիքը։ Լուրը հայտնել է ավտոմրցարշավային կազմակերպությունը։ Լեհաստանում Նոան 2-0 հաշվով պարտվել է Կիևի Դինամոյին, սակայն նվաճել անցումային փլեյօֆի ուղեգիր, դառնալով հայկական ակումբներից առաջինը, որը կոնֆերենցիաների լիգայում դուրս է եկել Եվրագավաթային այս մրցաշարի փլեյօֆ փուլ։ Նոայի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը շնորհավորել է թիմին պատմական նվաճման համար։